Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամն արդեն 10 տարի հավաքագրում, վերապատրաստում եւ մարզեր է ուղարկում տարբեր առարկաների ուսուցիչների, մասնագետների բացը լրացնելու համար։ Չունենք ուսուցիչներ, իսկ Դասավանդիր Հայաստանը մեր աջ թևն է։ Մեզ կարողանում է օգնել այս նեղ պայմաններից դուրս գալ։ Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի առաքելությունը հնարավոր է դառնում գործընկերների օգնությամբ։ Ֆլեշ ընկերությունը կրթական հիմնադրամի գաղափարակիցն է, որի աջակցությամբ Լոռու մարզում 6 ուսուցիչ կկարողանա կրթել եւ առաջնորդել աշակերտներին դեպի գիտելիքի աշխարհ։ Ֆլեշի համար կրթությունը առաջնահերթություն է։ Ֆլեշը որպես 30 տարվա պատմություն ունեցող ազգային ընկերություն ունի հստակ հանձնառություն կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու եւ այս համագործակցության շրջանակում աջակցությունը ցուցաբերվում այն ուսուցիչ առաջնորդներին, ովքեր տեղափոխվում են հեռավոր դպրոցներ եւ դասավանդում են երեխաներին տարբեր առարկաներ։ Դասավանդիր հանուն Հայաստանի 10 տարիները ամենալավ օրինակն է, որպեսզի խոսենք այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ կրթության շուրջ հավաքվեն մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր հավատում են, որ կրթությունը կարող է իր հետ բերել փոփոխություն եւ ամենակարևորը կրթությունը դա երկարաժամկետ ռազմավարություն ունենալու եւ ներազդեցություն ունենալու հնարավորություն է։ Ֆլեշի հետ համագործակցության արդյունքում Դասավանդիր հանուն Հայաստանի շուրջ 6 ուսուցիչ առաջնորդներ հնարավորություն կունենան տեղակայվել Լոռու մարզում եւ դասավանդել Լոռիի գյուղական համայնքներում եւ զարգացնել կրթությունը Հայաստանում։ Ընկեր Հասմիկն է արդեն 1 տարի է, ինչ Գյումրիից տեղափոխվել է Քարինջ։ Գյուղի միակ ռուսերենի ուսուցչուհին է, որը Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի միջոցով այստեղ է ուսուցչության եւ առաջնորդության առաքելությամբ։ Իմ հայրենասիրությունը զուտ այդպես է դիտարկվում, որ ես իմ կյանքից 2, միգուցե ավելի երկար տարիներ կարող եմ տրամադրել զուտ իմ երկրի երեխեքին, ով որ իրոք այդ կարիքը ունի դասավանդելու ու այսինքն զարգացնելու իրենց։ Գյուղում դու զգում ես քեզ պետքական, այսպես ասած, որպես մասնագետ զգում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել ու պետք ես այդ մարդկանց։ Գյուղում դժվար է, բայց բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ Ապագա ուսուցիչ առաջնորդների հետ իր փորձով է կիսվում Հասմիկը։ Փայտ կոտրելուց մինչև գյուղի բարիքների հյուրասիրություն, աշակերտները ու հարևանները միշտ թիկունքին են։